Նպատակը բողոքն են անմարդկային եւ հակաիրավական մոտեցման դեմ, որ դրսևորվում է Հրաչյայի նկատմամբ Հարությունյաններ հայրենակից, քանի որ միանշանակ է, որ սա կանխամտածված հանցագործություն չէ, մենք գործ ունենք մարդասպանի, ահաբեկիչի, բռնաբարողի հետ, գործ ունենք որոշակի հանգամանքների հետ, որոնք ցանկացած քաղաքակիրթ երկրներում պետք է քննվեն եւ արտադարձ ապահովի եւ առավելևս դեմ եք ցեղասպանական այն մթնոլորտին, որ ստեղծվում է։ Հիմա վարչության տեքստը կտարվի Հայկը, հետո պատասխանի կդարձնի։ Բաց նամակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանին։ Խորապես հարգելով եւ ցավակցելով 13/0/2013 թվականի Ռուսաստանի Դաշնության նոր Մոսկվայի տարածքում ավտոմոտորից զոհված եւ տուժած բոլոր քաղաքացիների ընտանիքներին հայտնում ենք մեր խորը մտահոգությունը ու վրդովմունքը կապված դեպքին հաջորդող իրավական գործընթացի հետ։ Համացածում տեղադրված տեսանյութից երևում է, թե ինչպես ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը արդեն իսկ նախաքննության փուլում քաղաքակիրթ երկրի դատական համակարգի համար անընդունելի նվաստացումների ենթարկում, մասնավորապես դատարանի դալիճը ներկայացած կանացի խալաթով եւ ակնհայտորեն հիվանդանոցից վաղաժամ դուրս է բերված։ Հատուկ ուշադրության է արժանի ռուսական մամուլի կողմից տարածվող եւ հանրության մեջ արհեստականորեն հաստատվող Հայաստանի քաղաքացու բացասական կերպարը, վաղաժամ հաստատվում է նրա մեղավոր լինելը եւ մեղքի աստիճանը, շովինիստական եւ մարդկային արժանապատվությունը այլևայլ կերպով ոտնահարող պիտակներ են կպցվում, ինչպես վարորդ մարդասպան, վարորդ հայ բառաչում է եւ այլն։ Այս ամենը ստորացում է շովինիզմ, դաժանություն, անմարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին ուղղված սպառնալիք։ Պահանջում ենք դադարեցնել նման գործողությունները եւ Հայաստանի քաղաքացու համար քաղաքակիրթ քննություն եւ արդար դատավորություն ապահովել։ Շնորհակալություն։ Համացանցում շատ կան սյուժեներ կապված չեչեն երիտասարդների հետ, Ագրեսիային Կովկասի եւ տեսեք թե նրանք ինչ խրոխտ եւ ես կասեի տեղին չափից դուրս հաղթերով են պահում ոստիկանության հետ, ինչ ինքնավստահ են, որտեղ նրանք համոզված են, որ իրենք ունեն հայրենիք։ Չէ, ԶԼՄ-ների հետ պիտակների դուք հանդիպել եք, ես շատ եմ հանդիպել։ ԶԼՄ-ների պիտակների հետ հանդիպել են, ուզբեկ կամ կիրգիզներ համաձայն եմ, բայց պետական Ռոսիա 1 հեռուստաընկերությամբ այն հայտնի սյուժեն, որը բլոկ էր արված հայաստանցիների համար, բայց YouTube-ի միջոցով մենք ծանոթացանք, այդ տիպի բացարձակ արհամարական, ցեղապաշտական եւ ագրեսիվ վերաբերմունք ես անձամբ ամենայն դեպս չեչենական պատերազմից հետո երբեք չեմ ունեցել։ Եվ դուք եթե օրինակ բերեք, ես կզարմանամ։ Ինչից է դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ շատ ճիշտ ասեց իմ գործընկեր Հայկը, որ հայրին ընկալում են որպես թույլ անհայրենիք եւ պաշտպան չունեցող անձանց, որոնց վրա կարելի են խնդիրները, որ կան Ռուսաստանում, շեղել հայի վրա։ Շատ դժվար է դանել այլ ազգիների վրա, անելը դա դժվար կլինի, որտեղ աղմուկ կբարձրացնի։ Հալատ ենք առել, որ նվիրեն դեսպան, իրենք այդ պաշտոնական հագուստը հագնեն։ Ում այդ փորձը կանենք, չգիտեմ ինչքան կներկանակ Հայաստան կուսակցությունից Սարգսյան Արցախ։ Բայց նույնիսկ չի, նրա ծաղիկները մի քիչ ավելի մանր էին։ Պաշտոնական է։ Սա ավելի լավ։ Պաշտոնական հագուստ վերում են այս խալաթը։ Նրա այն մարդկանց համար Ռուսաստանի այն պետական այրերի համար, որոնք մտածում են այս խալաթը իրական պաշտոնական հագուստ է։ Հիմա սա նախատեսված է դեսպանի։ Նաև դեսպանի համար, ասենք, որպես խորհրդանիշ է, որպես խորհրդանիշ, որ իրաց մոտ սա որպես պաշտոնական հագուստ են ներկայացնում։ Եվ ապահովել։ Չեմ կարծում, որ այս դեպքը այդքան քաղաքական է, այն ավելի շատ իրավական է, մարդու արժանապատվության, բարոյական հարթության խնդիր է եւ ուղղակի քաղաքական ազդեցություն չի ունենում։ Բայց ընդհանուր առմամբ գուցե սա ազդեցություն ունենա Հայաստանի իշխանությունների վրա, մասնավորապես դիվանագիտական ծառայությունների, հյուպատոսական ծառայության վրա, որովհետեւ նրանք ավելի հետեւողական
պատասխանատվական լինեն Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, ովքեր որ գտնվում են արտասահման։ Սա ավելի էական կողմն է այսօրվա այս հարցի, որովհետև այն ինչ որ Ռուսաստանում կարող էր կատարվել վարդարագույնը այս դեպքով արդեն կատարվել է, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ նման դեպքեր Ռուսաստանում տեղի ունենում ամեն օր բազմաթիվ, նման հնչեղություն դրանք չեն ստանում, բայց այն ամենենիվ դեպքերը, որ երբ որ ոստիկանությունը առհամարական վերաբերմունք է դրսևորում, նվաստացնում է կալանավորներին, հատկապես եթե դրանք Ռուսաստանի քաղաքացի չեն, ապա դրանք շատ են եւ Հայաստանի քաղաքացիները հաճախ են դրանից ուժում եւ հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները գուցե նաեւ համայնքի աջակցությամբ, տեղական համայնքների աջակցությամբ պետք է փորձեն այս հարցերը պահել ըստգողության տակ եւ ապահովել մարդկանց արժանապատվությունը, իրավական աջակցությունը։ Դատավճիռի դեպքում հնարավոր է նրան բերել այստեղ, որպեսզի այստեղ պատիժը կրի։ Դե դա նախատեսված է միջպետական պայմանագրերով, այսինքն դատավճիռից հետո նա կարող է պատիժը կրել Հայաստանում, Հայաստանը պետք է դա պահանջի եւ հույս ունենք տեղի ունենա փոխանցումը։ Եվ Հայաստանի իշխանություններին ինչ է մնում անելու, մինչև դատավճիռը, հիմա կոշտ հայտարարություններ պետք են։ Հայտարարությունները զուտ նվաստացման փաստի հետ կապված գուցե պետք են, բայց ավելի առաջնային եմ համարում իրավական աջակցությունը ապահովել, դաստապանական օգնություն, ինչպես նաև զուտ կենցաղային աջակցություն, որտեղ ռուսական բանտերում ոչ ոք պետության հաշվին չի սնվում, ընտանիքներն են ուղարկում սննդամթերքներ, հագուստներ, ամեն ինչներ, այսինքն սա նույնպես, եթե մարդը օտարության մեջ է, Հայաստանը պետք է փորձի Ապետի մատեները ցած կողմից տեքստը Այդպես բացեք նո։ Ինչ վերև արի։ Ջանում ենք էլ։ Չէ, բաց նամակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատանը։ Նորմալ չի։ Չէ, մի խորհուրդ կներկայացնեք նամակի բովանդակությունը։ Այստեղ ցավակցություն է այդքան